Բարի երեկո արդեն, հա, հարգելի ընկերներ, ուրեմն այսօր ճիշտ ասած այսօր երեկոյան տարբեր լրատվականների արձագանքներ եմ լսել ու ահագին սա հազվադեպ ալնում, բայց տրամադրությունս բարձրացել է ճիշտ ասած ու տեսնում եմ, որ այդ հավաքի երեկոյա կայացած 18-ին կայացած հավաքի վերաբերյալ ուղղակի բաց ֆանտազիաները արդեն շատ են զարգանում եւ կարեւորը որ ժողովրդի մոտ հարց է առաջանում դրա համար եմ դուրս եկել ուղիղ եթերով փորձեմ պարզաբանեմ որոշ հարցեր առաջինը հենց այդ երևույթից ինչ եք սարքել մի քիչ ամոնում ասեիք բանա պատերազմ են հայտարարում էսա մեկ էլ բան ծերմայա ձեռնի ռումբ են ստե պայթացնելու արցախցիները ընդամենը հավաքվել են Արցախի ներկայացություն դիմել Սամվել Շահրամանյանին, որ բերեք գնանք դատախազություն, որպեսզի իմանանք, թե ինչքան գումարներ կա Արցախից թալանված եւ պարզաբանենք, հնարավոր է բան անենք, այդ դատաիրավական process-ը արագացնենք, որպեսզի որ արցախցիների սոցիալ հարցերը լուծենք։ Ընդամենը այսպիսի մի հատ հարց։ Հիմա սկսում են, բա ինչի է գնում Շահրամանյանից պահանջում, պետքա Հայաստանի իշխանություններից պահանջեիք։ Ասեք, մենք չասեցինք Սամվել Շահրամանյանին, որ բերեք միասին գնանք ՀՀ դատախազություն։ Եվ ումից ենք գնում պահանջենք։ Կարող է մենք չգիտենք, որ դա Սամվել Շահրամանյանի ձեռը չի եւ Թալանի վերադարձը օրենքի շրջանակներում պետք է լինի։ Չգիտեմ ինչ հեքիաթներ են հորինում, հետո էլ բացի դրանից ում ենք խանգարում։ Մենք ում ենք խանգարում։ Ինչ որ տարբերակներ գնանք այդ չասենք, այս մյուս հարցով զբաղվենք, Գուրզոյին չոքացնենք, то Գուրզոյը հերնել անից գնանք, թե Գուրզոյին էլ չոքացրեք։ Մենք ասել են դեմ են Գուրզոյին չոքացնելու։ Իմիջիայլոց ասեմ, Սամվել Շահրամանյանին այս հավաքի հավաքված մարդկանց Սամվել Շահրամանյանը հələ արժի ամենայն դեպս հասնումա մի հատ էլ շնորհակալություն հայտնի, որ մարդիկ եկան, դուրս եկավ, խոսած, ինչ վերաբերվում է որոշ լարվածությանը։ Ուրեմն եթե ըստ պայմանավորվածության գնայինք ու այդ ակցիան կայանալու էր հենց ոնց որ Սամվել Շահրամանյանի դուրս գալուց հետո ոչ մի վատ բան ստե չկա մարդիկ դիմել են պատասխանը ստացել են հա այո ասել ենք եթե չհամաձայնվի այն վաղ ասելու ենք հրաժարական դե հիմա եթե մենք դիմում ենք Սամվել Շահրամանյանին ասում են լիազորություններ չունեմ Հայաստանի իշխանությունների ինչ չի ընդունում հասկացանք բայց եթե սա հետ մեկտեղ նաև այս քայլին, որ այսքան մարդիկ համաձայն են ասում են բերեք միասին անենք կարող է արդյունք տա, եթե դրան էլ չեք համաձայն, դե դառնում է դուք չեք ուզում որևիցե կերպ նույնիսկ այս ժողովրդի աջակցած լինեք, միացում են ժամանակ հրաժարական, հա ի՞նչ կա դե։ Հիմա համաձայնվեց հրաժարականի հարց չկա, բա այս մեկի խաղնա է, մեկի խաղնա գալիս է նախագահ դառը, то չէ մի չէ, բա նախագահ դառնանք։ Կամ էլ ինչ որ մեկի խաղն է որ գա նախագահ դառնա այդ դա լրիվ հեքիաթներ են հետո այդ պետական ինստիտուտների քանդում բան պետական ինստիտուտների քանդողները պետական ինստիտուտների քանդումից են խոսում ու բացի դրանից էլ ինչ որոշ այո ինքնակազմակերպման խնդիրներ ունենք դրանում չի հարցը բայց դե իշխանության ներկայացության կողմից էլ եթե այդքան չձգձգեին ուղղակի ոնց ասել ոնց պայմանավորվել են կարճ մեր գործերը կարճ իրար հասկանայինք եւ ուղղակի մեր հարցերն աման հարցերն էլ նախորդ հնչեցած թե ինչ հարց ենք տալու ու իմիջիայլոց եթե Սամվել Շահրամանյանը ժամանակ դուրս գա հրապարակային եթեր ունենա ու ինչ որ որոշ հարցերի պատասխան տա այն ինչ որ ժողովրդի մոտ հաճախ է հնչում, որը որ կարելի է ուղղակի լրատվամիջոցներին հետևելով այն ամեն ինչ պարզանում։ Նույնիսկ սրա կարիքը չլինի, բայց ինչ կա այստեղ ասենք թե մարդիկ հավաքվել են դիմել Սամվել Շահրամանյանին։ Ինչ եք ասում այս մուխիս լանա սարքում, չգիտեմ ինչ հեքիաթներ պատմում։ Ինքնակազմակերպման խնդիրներ ունենք, մենք էլ ունենք, իրանք էլ ունեն։ Դե հո մի անգամից սա չի ստացվում։ Մանրից քայլերով ուղղելով ամեն ինչ բան անելով, ընկնելով է իր տեղը։ Բացի դրանից, այդ որ ասում ենք գնացել էլի Հայաստանը մենք պետքա ներկայացրել ենք, չէ՞ որ այ գնում ենք ըստ պահանջի, ըստ օրենքի։ Հիմա սկսում ենք մեզնից։ Ու բացի դրանից, այ վրանն էլ դրած, այդ նույն վրանն էլ է գնացել ակցիա արել բանը դատախազությունը նույնիսկ դուրս չի եկել մարդկանց դիմավորի, որ հիմա ես գնամ անեմ, կարող է դուրս է գալու, ինչով ենք տարբերվում։ Դրա համար այդ նույն մարդկանց մի մասը ովքեր որ եղել են
դատախազության արժեվակցային, որոշել են, որ այսպիսի մի հատ քայլ անենք Սամվել Շահրամանյանի հետ գնանք, դե թող ընդունեն պարզաբանումներ տան։ Ինչ կա ստեղ վատ։ Բացի դրանից, ասում ա դե եթե կոռուպցիայի մասին եք խոսում, ղարաբաղցիներին եք խփում, մեջները պարակտում մտցնում։ Դուք խաբար եք, մենք ինչ կոռուպցիայից եք խոսում ընդհանրապես։ Բա բերան ասում ենք, այդ կոռուպցիայի մեջ ղարաբաղցիների քանակը նվազագույնն է։ Արցախի հիմնադրամով սփյուռքից բռնած, ստեղի իմիջիայլոց լրատվամիջոցն ասում եք անուն ասեք, այն մյուս անգամ որ գանք անուն ասելու ենք։ Մեկն էլ նախկին լրագրող, նախկին ԿՊԱ-կան, էլ չգիտեմ արտերկրներից հայեր, ստեղի չինովնիկներ ու իրանց մերձավորները, անունը դրել ենք Ղարաբաղյան կլան, ինչի եք Ղարաբաղյան այդ կլանը ասում, այդ որ բաց ենք ու նամանաման ես խոսում եմ այն թիվերից է, այն գումարների մասի, որոնք որ պատերազմից հետո են փոխանցվել Արցախ, հասկանում եք դա, այսինքն Հայաստանում գործող իշխանության օրը, հիմա հերթով գնում ենք հիմա դատախազություն, հեսա գնանք դատախազություն, փորձենք իմանանք դե ինչ գումարի մասին է զորույցը գնում, որն է որ ընթացքի մեջ է, որը ոչ, ինչ սպասելիքներ ունենք կամ չունենք, դուրս գանք ժողովրդին հայտարարենք, ինչ վատ բան կա ստե, ինչ ենք խառնել սաղ իրար, ժողովուրդը խառնվել իրար, ինչ է պատահել։ Մի մասը հասկացանք, կոռուպցիոներներն են, բա դե սաղի միանգամից ենք կպել, բա պարզա, որ վայնասունը պետք է դնեն, բայց մեր ժողովրդին ինչ է պատահել։ Որ տենց, չգիտեմ, սրանից խոսակ արխի չի կոռուպցիայից չխոսանք։ Այն ցուցակում են նաև արցախցիներ կան։ Հիմա որպեսզի մի ազգանուն չտանք մեկինը բաց թողենք, մենք ասում ենք գնում ենք ինչ ունենք, չունենք, ինչ գիտենք, չգիտենք, էդի փոխանցել ենք ու ինչ ունենք տալու ենք դատախազությանը, դատախազությունից պահանջենք մեզ այդ անուն ազգանունները, ում վրա ինչքան գործա եւ ինչ թիվի մասին է դատախազությունը հրապարակի։ Այս ենք ուզում արածնենք եւ կոռուպցիայի դեմ պայքարը, ասել եք, այդ ցուցակից բռնենք ամենամեծ կոռուպցիաները, վերևից սկսենք գալը, բա գնացել եք ընկեր Յուրայի հետևից։ Առաջինը, այդ Սամվել Շահրամանյանն է ասում, Յուրան 46 միլիոն է վերցրել, Յուրան էլ ասում է ես տվել եմ։ Դու ասել որ Սամվել Շահրամանյանի ասածն է, ճիշտ կամ օրենք։ Շատ եմ իմանում Յուրան տվել է, չի տվել, դա իմ գործն է։ Հետո բացի դրանից ասել եք մեզ հետաքրքիր չի։ Այս այս ցուցակը հրապարակում ենք վերևից ներքև։ Սկսենք գալը, գործը կհասնի 46 միլիոն դրամի, կպարզվի, որ Յուրան չպիտի տա, Յուրան էլ է տալու։ Ով ուզում ալնի, առանց բացառությամբ, բայց մենք հիմա միլիարդներ ենք կերել դրանից չխոսենք, թե ինչա Սամվել Շահրամանյանը ընդամենը ասել է, որ Յուրան այդքան փող ա վերցրել ու չի տվել։ Ինձ ասում է տվել է։ Ասելիքս այսքան ուզում եմ ասեմ տենց այդ ենթադրությունները, բանը իշխանափոխություն, պետական ինստիտուտներ, դու ինչ պետական ինստիտուտներ, այդ պետական ինստիտուտների կայացման համար մենք ավելի շատ ենք ու պահպանման համար ավելի շատ ենք պայքարում, քան թե այդ պետական ինստիտուտի աշխատողները։ Ինչ հետո բացի դրանից ես ինչ խասյատ, ասենք մեկը մի բան անում է, մեկը ասում է, չէ, բեր դա մի արա սար, ասեք ինչի իրար խանգարում, խի որ էլ եք անում, մեն էլ եք անում, ընդհանուր պրոցեսին է գնում, մեր արցախցիներին հայտնի ինչ գումարների մասին է, վերջո, սպասենք թե չսպասենք, եթե չենք սպասում հաջորդը ինչ ենք անում, ում ենք գնում, դիմում, հարցա չէ, դու թողեք հերթով գնալու ենք, էլի։ Հերթով գնալու ենք, հասկացանք, Սամվել Շահրամանյանին հնա լիազորություններ չունի, Հայաստանի իշխանությունը իրան չի ընդունում, մեզ էս էլ պետք նաև որ մարդիկ էլ լսեն իմանան ինչումն է, որ ինչի ենք մենք գնում, որպեսզի կարգը ինչ ենք անում, պարզ լինի։ Ու բոլորի մոտ շատերի մոտ այդ օբյեկտիվ հարցեր առաջանում, այդ մարդկանց հարցերին պետք է պատասխանվի։ Այն ինչ որ ճիշտ խորհուրդներ է կամ տեղին հարցերում, այդպես էլ պետք է արվի։ Բա ինչումն է խնդիրը։ Ինչ ա եղել կոռուպցիայի անունը տվել ենք, սա խառնվել եք իրար։ Բռնել, չգիտեմ, Յուրանա ձեր համար հետաքրքիր է, սա ուրեմն միլիարդներ, բացի դրանից ասում եք գնանք մի ուրիշ բան անենք, հա, չգիտեմ, գուզո եք չոքացնում այդ հերանիծածին։ Մենք հավաքը հայտարարելուց ասել ենք սա արցախցիների սոցիալ խնդիրների համար է, լուծման համար է։ Հիմա էդի խնդիր չի, դե երևի այդ մարդկանց ուղղակի խնդիր չունեն, տունով տեղով ապահովված են, բայց ես ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր որ հնարավոր է այդ 40+10-երը որ կտրեն արդեն չկարողանան իրանք տունով տեղով ապահովված լինեն։ Ինչ կա ստեղ։ Ում եք հանգարում, չգիտեմ,
Շատ զարմանալի է, որ պալատքի կազմակերպիչներից են նաև դենձուրուսների կա։ Մենք ում ենք խանգարը։ Մասնենք թե Շախվերդովը հասկացինք, Շախվերդովը 1000 տարվա շպիոն է, նա պետքա քանդի։ Դե Շախվերդովին հետո ենք անդրադառնալու։ Շատերն են խոսում, որ դա նույնիսկ ժողովուրդը, որ 80-ականներին էր, էլի այն կողմից։ Ու այդ նույն գուրզոններ, ինչ անում եք արեք, լավ եք անում, աջակցում ենք, ինչով կանանք աջակցեինք։ Նույն որ բանը այդ վրանից որոշել են ակցիաներ, էլի պատրաստ էի որոշ ինֆորմացիայով բանով տրամադրեմ։ Բայց դե գնացան, եթե կա, ասեք, դե հիմա մենք ասում ենք ոչ թե եթե կա, մենք ասում ենք կա ու էսա կառուպցիան։ Այլ դուք հիմա լրիվ ասեք։ Էսա խնդիրը։ Այսքանը, չգիտեմ, էլի կարող եք հորինել, ասել սարա խաղ, նարա խաղ, հա, մեկ էլ ինչ վերաբերում այդ հարցերին, հա, քեզ սա հետ ենք տեսել, նրա հետ ենք տեսել, լսեք, 21-րդ դարն է։ Ում որ տեսնում ես միտեղ, եթե քեզ դա տենց հետաքրքիր է, որ դուրս գաս հետո հրապարակային ինչ որ բաներ ուզես խոսած կամ կեղծ բան անես, նկարի գցի, խոսում ես պատասխան տուր, ստում եք, որ ինչ որ մեկի հետ տեսել եք ինձ։ Ընդհանրապես ստում եք, տղամարդ եք ապացուցեք։ Ես որ մի բան ասում եմ, ապացուցում եմ, գնում եմ մինչև վերջ հետևից, որ ապացուցեմ։ Դե ապացուցեք, գոնե մի բան ապացուցեք։ Ինչ կարաք ապացուցեք, բացի կողից խոսացողներ, լարագորոներն էլ են, հեքիաթներ են պատմում։ Փաստեր ունենք հոր, ինչի՞ չեք հրապարակում, մի պահում եք ինձ։ Չեք ուզում իմ մասին վատու խոսան, դրա համար չեք հրապարակում։ Ես էսենց ուզում եմ ասեմ, այս հեքիաթներին բերեք վերջ տանք, հարգելիներիս։ Մեկը այդ Բալտավնյան մեզ ոչ մի բանի չի բերելու։ Ու պետքա լինենք պրագմատիկ։ Ասում են դա անհնարին է այդ թալանը հետ բերել։ Դե հիմա դժվար է կամ հեշտ ճանապարհ գիտեք, սոցիալ խնդիրների լուծման ավելի հեշտ ճանապարհ գիտեք, առաջարկեք այդ ճանապարհով գնանք։ Առաջարկեք։ Քննադատելու մեկ եք, որոշներին է վերաբերվում։ Հարգելի բան, կազմակերպիչներ, խոսքը կազմակերպիչների մասին է, վրանի, ոչ թե շուրջը հավաքվածների։ Լայն համախմբում եք, բանանում լավ եք անում, հասարեք մի արեք, կամ դուք հավաքեք մի օր հայտարարել, մենք էլ ենք նույն օրը հայտարարել ձեզ խանգարել։ Հիմա վրանը դրել եք, ես արդեն ամիս է դառնում, հիմա ոչ մի բան ինչ չխոսած, սպասենք ձեր քննարկումներին, սպասում ենք նաև, բայց դե Եմ որ ասում հիմա մարդիկ նախաձեռնություն են, բան են, քայլ են ընձեռնել, թվերը իմանալու, հասկանալու հետո ինչ ենք անում, չիմաստը խնդիրը, ինչ եք խառնվել իրար, այսքանը, արգելի հայրենակիցներ, հաջողություն, կապի մեջ եղեք ու լուրերի մի տրեք, հետո փաստացի ենք խոսում, այդ արդեն այդ հավայի զուրուսները բան ինքը միշտ կա, բաբում են, նայեք մաֆիան ինչ լրատվամիջոցներ է ուղարկել, նայեք քանի հոգի են, դա եկքան մի հատ բանակ է, աշխատավարձ են ստանում, որպեսզի մարդկանց վրա կեղծ շպրտեն, իրանց գործը էդ է, եւ մենք պետքա սա գիտակցենք, դրա համար առաջնորդվում ենք այն մտքերով, որը փաստերի կա, թե չէ խոսալով սա հերոս է, հաջողություն ձեզ